հարգելի գործընկերներ, մամուլում հրապարակումը արևույթ հանցագործության մասին հիմք է դատախազության համար, որպեսզի սկսի վարույթ, համապատասխան քրեական, կարծես թե դատախազությունը արդեն ձեռնմուխ է եղել նման գործողության, դեռևս չգիտեմ քննչական մարմինները ստացել են համապատասխան գրություններ կամ համապատասխան գործընթացներ գնում է, բայց այլևս դա իրավապահ դաշտի ոլորտում է, ինքնին հասկանալի է, որ բոլորիս կողմից նման երևույթներ պետք է առանց որևիցե եթեի կամ բայցի դատապարտելի լինեն։ Շնորհակալ Եվ անկախ անձանցից, ցանկացած անձանցից, կներեք, երեք լրագրող ինձ հարց է տալիս, լավ են մեկը հոգեորական էր, բայց մյուսը սովորական անձ է։ Մեր համար տարբերություն չպետք է լինի։ Բոլորն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, Հայաստանի Հանրապետության իրավազորության տարածքում է տեղի ունենում դեպքը, բոլորը նույն սահմանադրական պաշտպանությունը պետք է ունենան։ Զարմանում եմ, որ նման հարց է տալիս անկախ ամեն ինչից, անկախ սահմանադրական նորմը չհիշատակեմ, պարոն Մինասյան, անկախ խտրականության բոլոր տեսակներից։ Հիմա հարգելի պարոն Մինասյանը բոլորից դատապարտում է պահանջում եւ ճիշտ է անում, բայց մի հատ պետք է մոնիտորինգ անել։ Արդյոք 2019 թե 18 թվականին, երբ որ այն ժամանակ ՑԱ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Վանեցյանի եւ այն ժամանակ, եթե չեմ սխալվում, Սասու Խաչատրյանը հատուկ ՉԿ-ի ղեկավարի պաշտոններ զբաղեցնում, մենք դատապարտումներ լսել ենք մեր ընդդիմադիր գործիչներից, եթե լսել ենք դատապարտումներ, նաև պահանջներ, որպեսզի բացահայտվի այդ ապրանքի իրականացված։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ վերաբերում է մյուս հարցերին, պարոն Մինասյան, ցանկացած քաղաքական ուժ, որը ձևավորում է կառավարություն, որոշակի արժեքային համակարգի շրջանակներում է գործում, եւ դա բնական է։ Ձեր կուսակցությունը ունի գաղափարախոսություն եւ արժեքային համակարգ, որը տարբերվում է քաղաքացիական պայմանագրի արժեքային համակարգից կամ ընկալումներից, եւ նույնը հակառակն է, եւ մենք որոշակի մեր քաղաքական թիմը եւ մեր կուսակցության գաղափարախոսությունը հետևում է որոշակի արժեքային արժեքների, որոնք շնորհակալություն հարցի համար կարող եմ հիմա թվել մեջբերում անելով իրական Հայաստանի գաղափարախոսությունից եւ հետեւաբար մենք համարում ենք ըստ այդմ, որ հայ ժողովրդի ազգային արժեքներն են Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը, Հայաստանի պատմությունը, հայ բանահյուսությունը, էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները, հայ լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը, համահայկական ներուժը, հայկական սփյուռքը, հայրենիքը, ընտանիքը, անհատը, հայ առաքելական Սուրբ եկեղեցին, հայ կաթողիկ եկեղեցին, հայ ավետարանական եկեղեցին, քրիստոնեությունը, հայ աշխուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային եւ էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բերմարվեստը, հայկական ճարտարապետությունը, հայրենի բնաշխարհը իր կենսաբազմազանությամբ, առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, մարդասիրությունը, հարգանքը եւ հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ, տարածքային պատկանելիությունը, համաշխարհային քաղաքակրթությունը, տարածաշրջանային, դասական եւ ժամանակակից մշակույթը, եղբայրական զգացումները եւ հարաբերությունները հազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ անկախտելի միությունը նրանց հետ, արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ, Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդույթները, կրոնները, հավատալիքները, հայկական խոհանոցը, նյութական եւ ոչ նյութական ժառանգության բոլոր նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության վերը նկարագրված ազգային արժեքները։ Պարոն Մինասյան, բոլոր միջոցառումները, բոլոր քննարկումները, բոլոր քաղաքականությունները, բոլոր ռազմավարությունները հենված են
այս դրույթների վրա եւ մենք էլ տոները կազմակերպելիս մեր արժեքային համակարգով ենք առաջնորդվում, որը ես քիչ առաջ թվարկեցի։ Ինչ վերաբերում է ծախս մի այցի, այդպիսի հաշվարկ չունենք։ Եվ այդպիսի խնդիր էլ չի դրվել, հետաքրքիր հարցադրում է, մտածենք այդ ուղղությամբ, գուցե իրականացնենք, հասկանանք, թե Հայաստանի Հանրապետության վարչապետի օրինակ այցը Արմավիրի մարզ ինչ է արժենում բյուջեին, բայց այդ ամենը նորմավորված է կառավարության կարգերով, գերատեսչությունն մարմիններին վերապահված լիազորություններով սահմանված են, կան դրույքաչափեր, ըստ դրա իրականացում են այդ ծախսերը։ Շնորհակալություն։ Ներեք, էլի, բայց այս ծախսի մասով պարոն Մինասյան ներողություն, էլի մենակ մի հատիկ շտկում անեմ, այստեղ է դուք ծախսն եք հարցնում, բայց եթե մենք արդյունավետություն ենք գնահատում, միայն ծախսով դա անհնար է գնահատել, որովհետև վարչապետը այցելում է։ Այո, ասում եմ ինչքան է նստում վարչապետի այցը որևէ մարզի ընդհանրենք։ Հետևաբար եթե մենք ծախս անենք, հանրային բարիքն եք ասում, բայց դա արդեն արդյունավետության գնահատում, այսինքն նշանակում մարզի այցելությունից հետո ինչ խնդիրներ է բարձրացնում, ինչ առաջադրանքներ է տալիս վարչապետը եւ ինչ է ունենում կոմպլեքսը, որտեղ պարոն Արությունյանը ասեց, որ հավանաբար առաջիկայում ինչ-որ մեթոդաբանություն կմշակվի։ Պարոն Արությունյան, իմ հարցը հենց դրան էր վերաբերում։ Ասեցի կմտածենք, մի հատ հասկանանք, թե այդպիսի բան անում են, թե չէ։ Մտածում եք, որ ինչ անեք առանց լուծում տալու, պետք է մեթոդաբանություն մշակեք, չէ՞ որ։ Իսկ ի նկատի ունեմ պետքա դա անել, թե չէ։ Եթե ազդեցությունների մասին եք ասում, Տիկին Վարդանյանը նշեց, այդ այցերի ինչ նպատակ ունեն։ Պարզելու։ Մեր գնահատման քարոզչակը։ Հիմա դուք ասում եք ոչ։ Հիմա դրա համար ասում եմ նկարագրեք չափելի գործիքով, ասեք այս սա է, սա է, սա է։ Դա է ասում։ Մենք Եվ մի հատ ամեն այցից հետո պետական ապարատը ստանում է տասնյակ հանձնարարականներ, որոնք վերաբերում են այն աշխատանքներին, որոնք վարչապետը դիտարկել է իր այցերի ժամանակ։ Եվ օրինակ վերջին այցը ուր է եղել, վերջին Հովանավանք։ Օրինակ։ Նաև Հովանավանք։ Հիմա Հովանավանքի Հովանավանքը հանձնարարությունները տվեք ինչ հանձնարարություններ Հովանավանքը Ես ավարտեմ, էլի Ես չեմ ուզում դադարեցնեմ այս քննարկումը, որտեղ հետաքրքիր է, բայց արեք վերադառնանք ձևաչափի։